Ձեր մեղքի բաժինը չեք զգում Իշխան Զաքարյանին օրինակ ազգային ժողով անցկացնելու համար։ Եթե Իշխան Զաքարյանի հետ հարցեր կա ու մեղքի խնդիր կա, թող դա բարձրաձայնեն են քաղաքական ուժի մոտ, որ Իշխան Զաքարյանին ընդգրկել է պատիվ ունեմ ցուցակում։ Իշխան Զաքարյանը Հայաստանի Հանրապետական Կուսակցության անդամ չի հանդիսացել եւ այդտեղ չի հայտնվել մեր քվոտայով։ Բոլոր այն մարդիկ, ովքեր առաջարկ դրվել են կամ առաջարկվել են Հայաստանի Հանրապետական Կուսակցության անունից, մինչև այսօր շարունակում են լինել падգամավորներ, հասարակությունը տեսնում է այդ մարդկանց ակտիվ կենսակերպը, իրանց ապրած ճանապարհը, իրանց ապրած կյանքը, այդտեղ ամեն ինչ շատ պարզ է։ Հիմա որ ասում է այդ հայտնի բանն է, էլի, երրորդ նախագահը որ ասեց, ամեն մեկը թող իր համբուրած էշին չբերի մեր դռանը չկապի։ Եվ գիտեք ինչ նույն այս թեմայի, եթե մարդիկ գտնում են որտեղ ասելիք կա, նույն Գեգամ Նազարյանի կամ Իշխան Զաքարյանի մասով, էլի այդ նույն ջուպղտորողների խմբակն է, որը փորձում է տարբեր, այսպես ասած, ներընդդիմադիր դիվերսիաներ կազմակերպել, շատ պարզ է, բայց մենք ասում էինք, որ եկեք ընտրությունների չգնանք։ Սերժ Սարգսյանը հայտարարեց, ասեց ես ունեմ սոցիոլոգիական տվյալներ, թվերն էլ հրապարակել, որ լինելու է այս պատկերացումը, եկեք չգնանք ընտրությունների, դե հիմա այսօր Հանրապետական Կուսակցությունը դրա համար հիմա եթե մենք ընտրությունների չգնայինք, այն իրավիճակը, որը դուք նկարագրեցիք, տեղի չէր ունենա, եւ ես ուզում եմ հիշեցնեմ, որ 2021 թվականի մարտի վերջին դրասման իշխանությունը փողոցում ընկած էր, դրանից 10 էր պակաս։ Այսինքն ԿՊԱ-ականները վախենում էին այդ ժամանակ փողոց դուրս գային, Հայաստանում չէին։ Հիմա բայց բան են անում, ասենք գնում են համալիրում համերգ են անում, բայց այդ ո՞նց է ստացվում։ Հիմա այսինքն թող գնան այդ տարբեր մարդկանց, այդ ականները, որը ականապատվել են, հա, նաև ընդդիմադիր ուժերը, հասկանալի չէր, որ իշխանությունը եւ այսինքն հատուկ ծառայությունները ունեն այդ հնարավորությունը իշխանության կողմից նման կերպարներ ներդնելու, որոնք կան տարբեր պայերի պայթեն։ Հիմա ասում է, տեղ ռուսեն լավ խոսք է, ասում է Վալկով բայացը լես նի խածից, բայց անկախ դրանից թե այս մարդիկ ինչ կասեն, իսկ ով է ասել, որ երբ որ գա այն պահը, որ այդ պահը պետք է գա, այդ պահին իրանք չեն անելու, այն ինչ որ պետք է անեն։